Ողջույն, բարի գալուստ իմ YouTube-յան ալիք, ես վաղուց չկայի մոտ 3 ամիս, դեկտեմբերի վերջերին եմ մոտավորապես դրել վերջին վիդեոս, իսկ հիմա արդեն ապրիլն է, պատճառաբանությունը այն է, որ ես ունեմ երեխա և այլևս մայր եմ, ու այսօր ձեզ համար նկարելու եմ իմ առօրյա մեյքափը ինչպես եմ անում, ու դրա հետ մեկտեղ պատմելու եմ այս շրջանի մասին, այս 3 ամիսը ինչ եք կորցրել, կամ չեք կորցրել իմ կյանքից, ես շատ դիմահարդարվողներից չեմ, բայց երբ որ ինչ-որ միտեղ հրավիրում են ինձ, ես սիրում եմ գնալ դիմահարդարված անպայման, որովհետև այդպես ինձ թվում ավելի ներկայանալի եմ, իդեպ կարող եք ասել այսպես չշպարված, ինչպիսի տեսք ունեմ ես, և իհարկե արդյոք կարոտել էիք ինձ, ու ինչ վիդեոներ կցանկանաք տեսնել, որովհետև լիքը պլաններ ունեմ, գրել եմ, ջնջել եմ, իդեպ այս տարի 2 օր առաջ եմ գրել այս տարվա պլանները, որովհետև երեխան ծնվեց հունվարի 24-ին և ես մինչև այդ չէի հասցրել, պատրաստվում էի իր ծնունդին և մի քիչ էլ վատ էի զգում այդ վերջին օրերին, արդեն ամրեցնենք այս գեղեցիկ սպիտակ մազակալները և ամրակները և սկսենք պրոցեսը։ Եկեք խոնավեցումից սկսենք, խոնավեցում եմ այս տարբերակով, իդեպ ես նոր եմ հայտնաբերել իրեն, Icon Skin բրենդինն է, այստեղ գտնեմ ինչև սա օգտագործել, ինչ եմ օգտագործել ու իմ դեմքը չէր խոնավեցնում այնքան, որքան պետք էր, դեմքս այդքան է լավ վիճակում չէ, քանզի այս պահին իմ ամենօրյա մեյքափը, ամենօրյա խնամքը գուցե չանամ ճիշտ ժամկետում, հետո անքուն գիշերներ և մնացած բաներ հանգեցնում են նրան, որ նաև ունենում ես նման վատ վիճակում գտնվող դեմք։ Այս ամենի հետ մեկտեղ ես նաև աշխատում եմ և նաև սովորում, այս շրջանում դասերս ևս սկսել են ու խայտառակ իրավիճակում եմ հայտնվել ժամանակի առումով։ Ես ասեմ դուք գրեք ինչեր ունեմ անելու, մագիստրոսական թեզ պետք է գրեմ, պետք է գործերս հասցնեմ ամեն օր անել ժամանակին, որպեսզի որևէ խնդիր չառաջանա աշխատավայրի հետ, տեսեք այստեղ բիզբիզ մազունը, պետք է հասցնեմ երեխայի խնամքը տանեմ զբոսանքի, լոգանք ընդունինը, ավայլն կերակրեմ, դրա հետ մեկտեղ իր հետ խաղամ, փորձեմ իր ճիշտ զարգացմանը հետևել, իդեպ կայքերով շատ եմ կարդում այդ մասին, ինչպես ճիշտ հետևել երեխայի խնամքին։ Մյուսը աչքերի տակ այդ շրջանակները անցկացնելու համար ես քսուկն եմ քսում, ոչ թե անցկացնելու, այլ խոնավեցնելու համար աչքի ես, ներքևի հատվածները, իդեպ իմ աչքերի ներքևի հատվածի սևերը ավելի են խորացել, որովհետև ասում եմ գիշերները, ովքեր նորածին երեխա ունեն, վստահ գիտեն, որ այո գիշերները չենք քնում, եթե չունենք 5 հատ տայակ։ Այդպես։ Հիմա օգտագործում այս տոնայինը, BB տոնային եմ, տեսնենք երևում եմ, դեպ Garnier-ինն եմ, այս շրջանում ես ժամանակ չունեի գնալ և գնել որևիցե տոնային կրեմ, հիմա վերջացել էր, շատ վատներ դեմ, ավելի ճիշտ շատ վատներ իմ դեմքին, դրա համար ես հիմա սա եմ օգտագործում, ձեզ ինչ պետք է պատմեմ, մի խոսքով, այս 3 ամիսը անցել է շատ հագեցած, երեխաս շուտով կդառնա 3 ամսական, շատ հագեցած է անցել այս 3 ամիսը, նվիրված իրեն, հենց առաջին հերթին, ամեն տեսակ նվիրված է իրեն եղել, որովհետև, այո, նա ունի ամենաշատ խնամքի կարիք է այդ պահին, և դու կարելի ասել պարտավոր ես որպես ծնող այդ խնամքը իրականացնել։ Նախ քո տանը երբեք երեխա չի եղել, դու չես ունեցել ծնողի պարտականություն, հիմա ունես ծնողի պարտականություն ու կարծում եմ ցանկացած ծնող պետք է ունենա այդ պատասխանատվությունը առաջին հերթին։
ինձ խնդրում եմ չմեղադրեք, որ սենց եմ կսում, ես միշտ սենց եմ կսում, այսենց առհասարակ այս կոնսիլերը պետք է քսել այն հատվածներում, որտեղ որ ուզում եք լույս տակ, այս դեպքում ես նաև ուզում եմ ծածկել այս աչքի ստակերը, չգիտեմ ինչքանով է դա հնարավոր լինում, որովհետև միշտ չի որ ծածկվում աչքի ստակերը։ Կընդգծեմ ունքերս առաջին հերթին, մի փոքր ծենով այդպես ընդգծում եմ, այդպես ինձ դուր է գալիս, որովհետև նոսրն են իմ ունքերը։ Իդեպ սենց բարետ ունեմ, Line LN Pro London տենց է կոչվում, արդեն վերջանալու վրա է, ինչպես հասկանում եք, մյուս unboxing-ը լինելու է make-up-ի պարագաների unboxing, հայրեն չգիտեմ, փաթեթների բացում, իդեպ չցույցվեցի իմ կոնսիլերը, ընկերուհիս է պատվիրել, ով որ make-up է անում, վերքյան, և ասել է, որ այն շատ լավն է, բրենդը չգիտեմ, Ultra HD Soft Focus, 12 ժամ պահպանում է իր կայունությունը դեմքին, եթե կուզեք սկրին արեք, նորից ցանկանում եմ սրանից գնել էլի, որտեղ շատ լավն է ու շատ երկար գնում է, երկար ժամանակ։ Իդեպ բացելուց հետո 24 ամիս կարող ես օգտագործել։ Իդեպ զարդից մատս շատ վատ վիճակում է հայտնվել, դա դեռ բուժված վիճակն է, ու շատ երեք առհասարակ զարդերի ու ջրի շփման հետ կապված, եթե դրանք ոսկե չեն, թանկարժեք զարդեր չեն, ինչ որ բիժուտերիա են, հասարակ զարդեր են, դրանք գուցե վնասեն ձեր մաշկը, ինչպես իմն էին արել։ Ֆիքսեցի նաև հոնքերս, այս բրենդն է, որը հայտնի է շատ, և շատ լավ հոնքերը ֆիքսում եմ, կարող եք վերցնել և մոռանալ լամինացիայի մասին։ Սա սենց։ Առհասարակ հիմա, եթե խոսենք make-up-ի մասին, make-up-ը դարձել է ավելի, այսպես գնում է դեպի բնական տեսքին, այսինքն երբ որ շպար ես անում և շպարդ լինում է այնպես, որ բոլորը հասկանան, որ շպարված ես, դա ոնց որ գեղեցիկ չի լինում այդքան։ Իհարկե էլի հասկանում ենք բնականաբար բոլորը որ շպարվում են, բայց այնքան աննկատ կարելի է այն անել, որ առաջինը չզարնի դեմքի վրա ինչ-որ չգիտեմ, ինչ-որ շատ արտահայտիչ, ինչ-որ մի բան, այլ զարնի ձեր միմիկաները, ձեր դիմագիծը, անում ենք շպարը, մի փոքր դիմը փոշվի, իդեպ մի փոքր ինչ են ասում սրան, ռումյաննա, չգիտեմ ուրիշ ոնց են ասում, կարմրաներկ, անում ենք թուշիկներին, իդեպ ես միշտ շատ կարմրող երեխա եմ եղել դպրոցում ևս, եթե իմ դասարանցիներից ինձ նայում են, կհիշեն հաստատ, իդեպ ես իմ վերջին զանգի դիսկը դրա համար չեմ նայել, որովհետև ես չէի սիրում իմ արտաքինը բացարձակ, ցածր ինքնագնահատական եմ ունեցել շատ ու դրա վրա ազդել են շատ տարբեր մարդիկ։ Օգտագործում ենք այս բրոնզերը, որը highlighter-ի փոխարեն եմ ես նաև օգտագործում։ Իմ դեմքը միշտ եղել է պրոբլեմատիկ, իդեպ ու դա է պատճառը, որ ես միշտ շպարվել եմ սկսած երևի 16-17 տարեկանից, իհարկե ոչ այսքան, միայն տոնային էի քսում այդ ժամանակ, մի քիչ էլ բան հիշում եմ ունքերս էի տենց ընդգծում ու վերջ։ Այս շրջանում ինձ շատ օգնում է և սովորելը, և աշխատելը, ճիշտ աշխատանքս տանից է, կրթությունս ևս տանից է, բայց երկուսն էլ ինձ հնարավորություն են տալիս այս շրջանում մի փոքր կտրվել նաև այս մայր կարգավիճակից և մի քիչ այլ բանի մասին ևս մտածել։ Շատ հավանել եմ իդեպ, ես չգիտեի, որ սենց բան կա, տինտ եմ, ես միշտ ուրիշ բանի եմ ասել, տինտ գլոսներին միշտ տինտ եմ ասել, բայց սա է տինտը, ինքը կարմիր գույն է տալիս շրթունքներին։ Հոպ, եթե նույնիսկ շպար չեք անում վառ, սա կարելի է գցել, նայեք, որոշակի երանգ է տալիս շուրթերին, ու նաև բավականին խոնավեցնում է։ Այս վերջերը շատ է մաշկս չորանում։
Սենց այ գիծը խախտեցի։ Սենց անում ենք գիծ, ես նաև անում եմ այստեղ սենց կորություն, այ սենց ես ներքևը, հոպ, կմտածեք փիսիկ եմ նկարում դեմքիս, բայց ոչ, նաև կարելի է դա անել երկու անգամ, տպտպացնում ենք սենց, մի փոքր կնստի այն, չգիտեմ ինչքանով է սիրուն եղել, այս կողքինները շատ եմ համախանել, սենց տնպացնում ենք, լույս ենք դնում այս ծայրի հատվածում և այստեղ գիծ ենք դնում ու շատ բարակ, իդեպ, որ հանկարծ սենց ավելի չհաստացնենք քիթը, սա լույսը և այս լույսը, վերջ, կարելի ասել, ներքևի հատվածն ենք սենց մոքացնում, էլի կողքերն ենք դնում, շրթներ կքսենք, ես միշտ ես վերջերս գլոս եմ քսում, բայց այսօր որոշել եմ մատովի ինչ-որ մատիտ քսել, իր հետ ինչ-որ այս շագանակագույն մատիտը կոնտուրի համար և Star Look-ի դրա մեկը և կոնտուրի համար այս մուգ մատիտը, բարդ է, ուրեմն մի փոքր վազելի ենք ավելացնա, ինչպես եմ անում, այս կողքերը մի քիչ մուգ եմ անում, մի քիչ այս ներքևի հատվածն եմ, սենց գիծ չեմ թողնում մնա շրթունքի հատվածում, մի քիչ կարմիր երանգ ենք տալիս այս հատվածում, Այսքանն էր այսօրվա վիդեոն, ուրախ եմ, որ ինձ հետևում եք, հաջորդ վիդեոյում մի քանի լուք միասին կկազմենք գարնանային ու առհասարակ այս շրջանում չգիտեմ ինչ հագնեմ, որովհետև վաղուց համադրություններ չեմ արել, որովհետև հիմնականում տանն եմ երեխայի հետ եւ այլն, բայց պետք է սկսել անել անպայման ու դա կանենք միասին։ Հուսով եմ հավանեցիք այս ֆորմատի վիդեո, մի քիչ զրուցեցինք, շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ հետևում են, ովքեր չեն հետևում, մտեք բաժանորդագրվեք իմ ալիքին եւ սեղմեք լայք, որպեսզի բաց չթողնեք իմ մյուս վիդեոները։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ։